Կիրակի օրը մայրության բերկրանքը վայելող կանանց օրհնության կարգ կանցկացվի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ։ Նինոսմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում ևս կմատուցվի պատարագ։ Հավատացյալները կկարողանան իրենց մասնակցությունը ցուցաբերել։ Ինչպես գիտենք, Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն ընդունելու երկնային հրավերը եւ մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր զավակի։ Մարիամը եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի։ Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով։ Այս գիրեկի ավետման տոնն է, մեզ համար շատ սիրելի տոնն է, ավետում Աստվածածնի եւ նաեւ մայրության տոնն է, որովհետեւ այդ տոնի այդ ավետման ժամանակ հրեշտակը հայտնեց, որ նա պիտի մայրանա եւ որդի պիտի ծնի։ Ապրիլի 7-ը միշտ նշում ենք ավետման տոնը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է ավետման տոնը։ Եվ մեզ համար մայրերի եւ մեր քույրերի տոնն է եւ Սուրբ Պատարագը այս տարի համընկել է կիրակի օրը եւ պատարագը տեղի կունենա ժամը 11-ին։ Պատարագի վերջում անակնկալ ունենք մեր մայրերին ու քույրերին եւ խնդրում եմ, որ բոլորն էլ գան, մասնակցեն, որտեղ իրենք են մեր ուժը եւ իրենք են ընտանիքի սյունը եւ այս պատարագը Աստվածածնի ավետման տոնի հետ է կապված, պիտի խնդրենք, որ գան բոլորը մեր մայրերը ու քույրերը մասնակցեն եւ մեր աղոթն է նրանց համար եւ մեր աղոթն է առ Աստված, որ բոլոր կանայք մայրանալու այդ շնորհին արժանի դառնան։ Աստվածածինը իր խոնարհությամբ է, որ արժանի դարձավ Աստծուն ծնելու շնորհին։ Եվ դա մենք միշտ նշում ենք ապրիլի 7-ին, այս տարի էլ կիրակի օրն է համընկել եւ պիտի խնդրեմ մեր մայրերին, քույրերին գան մեզ հետ միասնական աղոթք անենք, բոլորին կապ չունի, թող տղամարդիկ էլ գան եւ բոլորը պատարագին մասնակցեն, բայց մեր մայրերի, քույրերի համար այդպես մի փոքրիկ անակնկալ ունենք, կուզենանք գան, իրենք էլ մեզ հետ մասնակցեն, բոլորին շնորհավորենք եկեղեցում, Աստծուց խնդրենք, որ բոլորին օրհնի եւ մեր մայրերը զորացած եւ մեր քույրերն էլ ովքեր որ մայր չեն դարձել, այդ մայր դառնալու շնորհին արժանի դառնան։ Պիտի խնդրեմ, որ գան մասնակցեն ապրիլի 7-ին, դե կիրակի օրն է միշտ պատարագը 11-ին եւ եկեղեցին իրենց լցվելով եւ իրենց աղոթքով զորացնեն, որտեղ ավետման տոնն է, Աստվածածնի տոնն է, մեզ համար մեծագույն սուրբ է համարվում Աստվածածինը, որովհետև ինքն է Քրիստոսին ծնել, եւ դա մեզ համար մեծ տոն է նաեւ։